Ներող եղեք, մի քիչ երկար ստացվեց, բայց խնդրում եմ լսեք ու տարածեք, խնդրում եմ։ Բարի երեկո ժողովուրդ ջան։ Ձենս էլի ընկած, բայց ստիպված եմ այս վիդեոն նկարահանում։ Ուրեմն արդեն երկրորդ օրն է, համացանցը գմգմցեմ անում։ Սալավյովը հել է էշեր դուսատվե, հադե հասկանում եմ, էշեր չակերկավոր, ու համացանցս երրում է։ Էլ մարդ չմնաց, որ ինձ վիդեոներ չուղարկեն այդ նույն Սալավյովի, Վրաստանից մի հատ եղբայր ունենք, հայ եղբայր, շատ ոգևորված, սենց էմոցիոնալ վիդեո նկարահանել դրել YouTube, երևի համացանցում մարդ չմնաց, որ այդ վիդեոները ինձ չուղարկի։ Ուրեմն ես դες սենց մի բան ասեմ ժողովուրդ ջան, այն ինչ որ անում եք, այն որ գմփսնում եք համացանցը, ասենք, անհանգստացած եք, լավ եք անում, ճիշտ եք անում։ Ու բացի այս համացանցը գմգմփացնելը ժողովրդի կողմից, մեր առողջ ընդդիմության կողմից, նաև հարկավոր է, որ եւ ցույցերի տեսքով, հենց պասորստվայի մոտ, պահանջներով, որ Հելեն Աշոտյանը լեն մեր երկրից։ Բայց դրա հետ մեկտեղ ես ուզում եմ իմ վերլուծությունը ձեզ ներկայացնեմ։ Ուրեմն YouTube-յան մեր եղբոր, որը որ Վրաստանում անստաց, իր որոշ վերլուծությունների հետ համամիտ եմ, որ ներկայությամբ Ռուսաստանը կորցնում է նաև Իրանին, որովհետև հեղափոխություն է տեղի ունենում եւ շուտով Իրանը կդառնա աշխարհիկ պետություն, դա արդեն ոնց որ ասում են մոտ ժամանակներում մենք դա կտեսնենք, այդ պատմական օրն էլ կանցնենք եւ ինչ հաստատվում որ Ռուսաստանը քիչ-քիչ կորցնում է իր այդ զոնը վլիяние, ինչպես են տավարից արտահայտվեց Ռուսաստանից։ Ուրեմն ժողովուրդ ջան, ուգրոզները Հայաստանի Հանրապետության նկատմամբ մենք նոր չենք լսում, էլի, ասենք առաջին անգամ չենք լսում։ Ես սա ինչի եմ ասում, ձեր անհանգստությունը սենց փարատելու համար եմ ասում սա։ Ուրեմն առաջին օրը չի, որ Ռուսաստանի ռուբլները մեզ ահաբեկում են, հա։ Սկսած 603 մարգոն, հա, այդ պրակլատքեն Ռուսաստանի եւ Սալավյով կոչվածը, ասենք, մենք ունենք լիքը տենց, անգամ հայ, իբր հայրենասեր, լիքը տենց փարչակ Ռուսաստանում, որոնք միշտ ելույթ են ունեցել մինչ այն պահը, որ անգամ իրենք համաձայն են, որ Ռուսաստանի Դաշնությունը հարձակվի Հայաստանի վրա։ Իրանք այնքան են ատում Նիկոլ Փաշինյանին, որ իրանք պատրաստ են իրենց երկիրը տրաքացնեն մեջտեղից։ Դա մեր համար նորություն չի։ Ոժեմ, ասածս այն է, ժողովուրդ ջան, որ գողը, գոպնիկը գալուց առաջ չի զգուշացնում։ Այս օրենքը միշտ եկեք հիշենք։ Երկրորդը, Ռուսաստանը ներկայությամբ այդ ոռը չունի, բառից բուն իմաստով այդ ոռը չունի, որ երկրորդ ֆրոնտ, երրորդ ֆրոնտ բացի, նամանավանդ որ նույն արտահայտությունները ինքը արեց Կազախստանի, Կրգստանի, ոչմ մեծ Ասիայի մասին, հա, ինքը այդպես խոսեց, նույն կերպ խոսեց, ասեմ, որ այնտեղից էլ բլոգերները բոլորը հարձակվել են այդ նույն խոզի տրուսիկի վրա, այդ Սալավյովի վրա, անգամ խնդում են, ղժում են, հա, բայց մեր հայերը մի քիչ էմոցիոնալ են այս պահը անցնում, այնքան էմոցիոնալ, որ անգամ արդեն սկսում են նորից կառավարությանը վիրավորել կամ ինչ-որ հարցերում հեղադրել, որ ինչի նորմալ պատասխան չեք տալիս եւ այլն եւ այլն։ Ես թքած ունեմ լուբոյ պատասխանի վրա, եթե չկա գործառույթ, հա, գործողություն։ Իսկ ես վստահ եմ, որ գործողություններ են գնում։ Դուք գիտեք, ես անգամ Մոսկվայից միշտ զգում էի ինչա կատարվում Հայաստանի Հանրապետությունում։ Ինչա Նիկոլ Փաշինյանը այդպես վարվում։ Ոչ մեկից ոչ մի տեղեկություն չեմ ստացել։ Ես ինքս պրոստը գիտակցել եմ։ Ներկա պահին էլ նույն կերպ գիտակցում եմ, որ այդ նույն ռազմաբազայի հարցը դարել է հարցականի տակ։ Այդ նույն Գարեգին ճատին, որ հիմա ուզում ենք հանենք, Աշոտյան անենք մեր եկեղեցուց, դա էլ է սվերի վլիяние, ինչ որ մի գործիք, հա, գործակալների։ Այսինքն ինչ է դուրս գալիս, որ այդ կրակը հասել է իրանց տուտուզներին։ Դրա համար էլ սենց վարված են։ Առավել եւս, որ Ամերիկան նման կերպ վարվեց այդ պրեզիկի հետ, հա, սիրուն վզից բռնեց բերեց իր պետություն։ Այսինքն այնտեղ Ռուսաստանը կորցրեց իր այդ վլիяние, սվեր վլիяние, սենց ասեմ, հա, ինքը իր հողերը կորցրեց։ Ուրեմն պլյուս տեղ քթի տակ Պարսկաստանին է կորցնում։ Ու ինչա դուրս գալիս, որ ինքը հերթով որտեղ ասի չէր, դառնում է չասիչ, դառնում է никто из вас никак, հավաքը մրմրը, ժողովուրդ ջան, հավաքը հելնի եշիշ դուս կտա, ինչ եմ ուզում ասեմ, այս Սալավյովի
բլթոցը, բարիս բունի մասով բլթոցը, իմ համար ես սիրիոս չեմ ընդունում։ Ես ոչ մի ձևի սա լուրջ չեմ ընդունում։ Որովհետև իրանք եթե հնարավորություն ունենային, որ ունենային, այդ նույն Չինաստանի դեմ կպայքարեին, որ հիմա քիչ-քիչ իրանք կուլա տալիս, ներսից կուլա տալիս իրանք։ Իրանք գոնե մի բան կանեին դրա դեմ։ Կամ այդ առավոտից իրիկուն տարբեր քաղաքների վրա դրոններ են թռնում, եթե ինքը այդ ուժ ունենար, ինքը դրա հարցերը կլուծեր։ Ուկրաինայի հարցերը կլուծեր։ Էնպես որ ժողովուրդ ջան, ինձ կներեք, բայց ես լուրջ չեմ ընդունում։ Բայց դա չի նշանակում, որ Սալավյովի ասած խոսքերը չի կարա դառնա իրականություն, այսինքն չեն կարա գոնե փորձ անեն։ Մենք չենք բացառում, որ նրանք կարան գնան այդ քայլին։ Թեկուզ 10 հոգով, թեկուզ 20 հոգով, թեկուզ մեր, չասեմ, ինչի վաստակ ընդդիմության ձեռքերով գնան նման քայլի, ինչպես մեր կառավարությանը ժամանակին գլխատեցին։ Էնպես որ այս հարցում ես համաձայն եմ, որ բոլորս պետք է բոյկոտ բարձրացնենք, բոլորս պետք է պահանջենք այն գործընթացին, որը սկսել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, դրանով թիկունք կանգնենք, որպեսզի ռիսկով գնա այդ քայլերին։ Դա փաստ է։ Դա ես ձեր հետ եմ, միասնական գնում ենք։ Բայց ժողովուրդ ջան, բաներ կա, որ մենք չգիտենք։ Պրոցեսներ կա, որ մենք չգիտենք։ Թե ներկայությամբ մեր կառավարությունը, մեր ազգային անվտանգությունը ինչով է զբաղված, ինչ գործողություններ է գնում ու ինչ ընթացքի մեջ է այդ գործողությունները, որովհետև ես գտնում եմ, որ եթե չլիներ ինչ որ մի գործողություն, չէր լինի Սալավյովի ворի պատրվածքը, հասկանում եք։ Ահա։ Ուստի մենք կանգնենք, սատարենք, պահանջենք, բայց եկեք մեր գլխի վրայով չթռնենք, ոչ էլ մեր կառավարության գլխից թռնենք։ Մենք ինչ որ պետք է եկեք կազմակերպենք, որպես քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որոնք սիրում են իրանց պետությունը, որոնք ատում են մարդակերներին, այտենց դավաճան հայվաններին, ինչպես որ ռուսն է, որը 100 տարուց ավել է մեզ դավաճանում է, մեր հողերն էլ քիչ տարածա Թուրքին։ Ես դրա համար եմ ասում, որ Թուրքիան վիգտնի է, որ մենք դառնանք Ռուսի գուբերնիա։ Այն որ Ռուսաստանից ոռնում են, ասում են, ունեմ թիկի պարկել, որտեղ ոչ խարեն։ Իրոք օլուխ են, էլի։ Չեն կարում հասկանան, որ Թուրքիային վիգտնի է, որ մենք լինենք Ռուսաստանի գուբերնիա, որտեղ թուրքը միշտ էլ շատ հեշտ պայմանավորվել է ռուսի հետ, մեր հողերը կերել է, քիչ։ Ասենք այդ ինքն է արել, էլի, ասենք ռուսն է տվել, հայը չի տվել։ Այնպես որ ժողովուրդ ջան, մի քիչ այս process-ը թույլատրեք, ի նկատի ունեմ մоральնի թույլատրեք, բայց համացածում ցույց տվեք հակառակը։ Ի նկատի ունեմ այս բոյկոտես վրտովմունք, այս ամեն ինչը արեք, բայց ոչ ձեր առողջության հաշվին։ Հանգիստ եղեք։ Մենք պետություն ենք դառել, ու մենք ունենք ազգային անվտանգություն, որը նստած չի, ժողովուրդ ջան։ Ես վստահ եմ, որ որոշ գործողություններ բերեցին այդ քայլերին։ Ու նորից եմ կրկնում, թուրքը իրան վիգտնի է, որ մենք լինենք Ռուսաստանի դաշնություն, որովհետև ռուսը այնպիսի վիճակում է հիմա, որ թուրքը միացած ճտեսնի միացած խաղալիք ցույց տա իրան, հնարավորություն իր միլիոնները պահելու, ինքը պատրաստ կլինի Հայաստանի Հանրապետության կեսից շատ տա Թուրքին, հավատացեք։ Այնպես որ Ռուսաստանի քոձերին խորհուրդ կտան մի քիչ ուղեղները աշխատացնեն, էլի, կամ էլ որ չի աշխատում, դեմոնստրացիա մի արեք, որ չունեք, էլի, ամոթ է։ Հա։ Ես համամիտ եմ բոլորի հետ, որ պետք է շատ կոպիտ, ժոստկի պատասխան տալ։ Բայց ես գերադասում եմ գործողության մեջ այդ ժոստկի պատասխանը տալ։ Քանց թե պրոստը բարերով, ժողովուրդ ջան, այնպես որ եթե կառավարության կողմից չեք լսում ինչ որ ժոստկի արտահայտություններ, ինչ որ նոտա պրոտեստ եւ այլն, դա չի նշանակում, որ գործողություն չի գնում։ Մի մոռացեք Ռուսաստանի Դաշնությանը, Հայաստանի Հանրապետությունը պահանջան ներկայացրել, ժելեզնադարոժնի այդ բոլոր այդ ճանապարհները արդեն կառուցի, իսկ ռուսը հասկանում է, որ ինքը կորցնում է։ Էդ էլ է կորցնում, դա էլ է պետականացվելու, դրա համար էլ սենց իրան ճղում է։ Բայց նորից եմ կրկնում, գոպնիկն ու գողը գալուց առաջ չի զանգում, չի զգուշացնում։ Ուստի պետք է հասկանաք, որ այս Պուտլերի տրուսիկը, որ նստել էր այդ միկրոֆոններ գզում, սա ընդամենը ուզում են ցույց տան հայ ժողովրդին, որ իրանք ասետրինա են, որ իրանք միջև հիմա Հայաստանի Հանրապետությունում ինչ որ գործողություն անելու ի վիճակի են, որպեսզի հայ ժողովուրդը վախենա ու ավելի գաստա Փաշինյանի վրա։ Բայց այս անասունները չեն կարող հասկանան, որ Ռուսաստանի որոշ արմյաշկեքը դա Հայաստանի Հանրապետության ժողովուրդը չի։
Ու այս ժողովուրդը կանգնելու է իր պետականության թիկունքին։ Այո, գարեգին ճտինել հանելու է Սիկտիրանի։ Ուզինա, չուզի, դա անխուսափելի է։ Իսկ ռուսական բազայի պահով ավելի լավ լուր մնամ, որովհետև ես սիրում եմ գործողություններ եւ միգուցե մի օր արթնանանք եւ այդ գործողությունները արդեն տեսնենք ժողովուրդ ջան։ Ես նորից եմ կրկնում, գոյություն ունեն գործողություններ, դրա համար էլ այս կրակը մոտեցել է դրանց տուտուզներին։ Բայց մի մտքի հետ համամիտեմ, որ պետք է այդ գործողությունները սկսվի։ Իհարկե, ռսի այս պահը, այս հարցը լուծելուց հետո պետք է մեր կառավարությունը որոշում կայացնի կամք ցուցաբերի Մոլդովայի պրակտիկան կիրառի Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն բոլոր ռուսամետ, իմ երկրի դրոշը իջեցնող, բոլոր կուսակցությունները, փաստերով, լրատվականները, բոլորը պետք է զրկվեն, թե լուսաբանելուց, թե ընդհանրապես աշխատելուց, եւ այդ կուսակցությունները պետք է զրկվեն ընտրություններում մասնակցելուց։ Համաձայն եմ, բայց այս գործը ոնց որ ասում են հանգիստ է սիրում ժողովուրդ ջան, հերթով, կարգով, խելացի ենք քայլում։ Այդ էմոցիաների պատճառով սխալներ թույլ չենք տալիս, մենք սխալի իրավունք չունենք այլևս։ Այսի հիշում ենք միշտ։ Այո, համացանցում ցույց ենք տալիս, որ ձեր նանը, բայց էմոցիոնալ հանգիստ ենք մեզ պահում, մեր առողջությունը խնայում, թիկունք ենք կանգնում կառավարությանը, հերթով, կարգով այս հարցը լուծում ենք։ Ու այդ հարցը սկսվել է լուծվել, ժողովուրդ ջան, դրա համար էլ Սալավյովը այդպես ոռնաց։ Մի բան էլ ավելացնեմ, բոլորը բարկանում են, թե ինչի է կառավարության անդամներ, պատգամավորներ եւ այլն գրառումներ են անում, այս փարչակ ընդդիմություններից, այս մուսորնի բակի ապրանքներից պահանջում են, որ մի հատ ռեակցիա տան։ Ժողովուրդ ջան, դուք էլ ասում եք, նրանք ինչ ռեակցիա պետք է տան։ Այո, մենք դա պետք է արձանագրենք, որ նրանք ռեակցիա չեն տալիս։ Դրա համար էլ հարցեր ա տրվում, որպեսզի տեսնենք ինչ որ մեկը այդքան տուտուս ունի, հենի Ռուսաստանի դեմ մի բան ասի, բայց թե ինչպես տեսնում ենք, ղզիկ գյադեք են սրանք, ընդհանրապես բլթեսնող են ու մի քանի հայրենասեր են նվիրված ժողովրդին ուղեղները լցնում են, ներվայնացնում են ու սկսում են կառավարել, որոնք էլ պատրաստ են իրանց համար Հելեն Նիկոլ սպանեն, ինչա թե բան հայրենիք փրկեն, որտեվ հավատում են սրանց, որ սրանք հայրենիքի համար ինչ որ բան են ուզում անել։ Հենա ռուսը բացահայտ մեզ ահաբեկում է, անդիմությունից ոչ ծպտուն կա, ոչ ձեն կա։ Իսկ հիմա մի հատ լսենք մի հատ փարչակի էլի, մի հատ չմո պիտուղ Գամբուրգսկու։ Ես սրան մի անգամ անդրադարձել էի, շենց մի հատ միամիտ հավիս տեղներ դրե իրան, բայց եկեք տեսեք, որ սա նաև այնքան տուպո է, ու չի ամաչում է, որ տուպո է, բացի տուպո է, անթասիբ, չգիտեմ էլի, սենց կներեք ժողովուրդ ջան, մի հատ չատլախի մեկն է, արժանի է ասում եմ, մի հատ լսենք։ Господин Соловьев, если вас и впрямь интересует российская сфера влияния в Центральной Азии, то надо обращаться к Путину и сказать, чтобы СВО сделали не в Армении, а в Азербайджане. Николовская власть здесь марионетка. Вопросы решает Ильхам Алиев. Так что дерзайте. Ռուսերեն մի հատ բառ կա, պիդարաստ։ Ինձ թվում է ռուսները այդ բառերը հորինել են կարծը հանձնելուց հետո ձեր նմանների ռոժին նայելու դեպքում։ Իմ մոտ ուրիշ մտքեր չի գալիս առաջ։ Ինձ թվում է, որ ռուսները այդ բառը հորինել են այքո նման չմո պիդարասի պատճառով։ Տեսել են, թե դուք ինչ եք անում, ձեր նմանները կարսում։ Այն որ զորքը կանգնած, գունդը կանգնած, հրաման է արձակվում կրակել, ու մի հոգի չի կրակում։ Մի հոգի, գետ մեկ հոգի չի կրակում, զենքերը հանձնում են ու կարծը սիրում սենց ուպակով կով, ոնց որ դուք Արցախը հանձնեցիք, այդ հենց հանձնում ու դուս են գալիս։ Ու ձեր նմանները 20 թվին, երբ որ Ադրբեջանը գծվել, ռուսը, թուրքը նստել են, պայմանավորվել են, Ադրբեջան են ստեղծել, հետ չի նշանակում, որ այդ ժողովուրդը տեղ չի եղել է, բայց որպես պետություն, որ գծել են, այքո նման պիդարաստները այդ թվերին ռուսին նամակ են գրել, որ հանգարց Հայաստանի, այդ սոված Հայաստանի հետ հանգարց Ղարաբաղը չմիացնեն։ Այդ ինչի եք դուք հիմա այդպես նվաստ, որտեղ ամեն ինչի համար պատասխան են տալի։ Դու այնքան չմոպի դարաստ ես, որ քո պետության վրա ուզում է հարձակվի ռուսը, դու իրան խորհուրդ ես տալի ոնց անի։ Իբր Ադրբեջանին ես ուզում վնասես, այ հոգնած, հա։ Դու այնքան անգրագետ օլուխ ես, որ անգամ
չես կարում հասկանաս, որ ներկայությամբ այդ քո պուտլերը, այդ քո պուտանկեն, հենց հիմա կախման մեջ է, հենց այդ նույն Ալիևից, ու դու խորհուրդ ես տալիս Պուտինի այն տրուսիկի Սալավյովին, թե որտեղ հարձակվեն, անունն էլ դնում ես Ցենտրալնա Ազիա։ Գնա մի քիչ գուլու խաղա, ապեր։ Google-ը բացի գոնե քեզ կհուշի էլի, Ազիան որն է, հոգնած, օչխար։ Մարդ ես բերում, հա երկրիս վրա։ Ես որտեղ տենամ, դեմքիդ խոռոփելու եմ։ Ու այսքան բառը, որ ասել եմ քեզ, դեռ քիչ եմ ասել։ Լուբոյ տղա, թող գա քո համար հələ ուստուպ կալնի, հələ տենամ հետով է գալիս, քո համար բարեխոսում։ Իսկ դու արժանի ես մենակ մի բառի։ Ես քո լավի